Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, հերթական անգամ ավտոլայվի ռեժիմով հանդիպան եմ գնում և արդյունավետ եմ ուզում օգտագործել այս ժամանակը, ուզեի մի քիչ խոսել ձեր հետ հատկապես երեկվա իրադարձությունների մասին, երեկ Գյումրիում տեղի ունեցավ ինձ թվում է տերմինը օգտագործելը արդեն ճիշտ կլինի Նիկոլի վկաների հերթական կրոնական արարողությունը առաջնորդանիստ եկեղեցում 7 վերք եկեղեցում և կուզեի դա քննարկենք, երկրորդ կուզեինք քննարկել եկեղեցու հետ կապված այն այլ բառ չունեմ ցնդաբանությունները, առաջի հայացքից ցնդաբանությունները, իրականում լավ մտածված քայլերը, որ իր գրառումներով կատարում է մեր գերագույն դավաճանը և վերջապես երրորդ խոսել քաղբանտարկյալների հետ կապված որոշ հարցերի մասին։ Գյումրի, դեկտեմբերի 7-ը բնականաբար հատուկ օր է գյումրեցիների համար, վանաձորցիների համար, սպիտակցիների համար։ Ես 7 տարեկան էի, 6 տարեկան էի այդ չարաբաստիկ օրը, առաջին դասարան էի, լավ հիշում եմ այդ անգամ Երևանում մեր դպրոցում ցնցումներ եղան, դուրս եկանք, այդ օրը բոլորիս սրտերում այն բոլոր մարդիկ, ովքեր որ այն անմեղ զոհերը, որ գնացին, այդ օրը մենք էլ ենք ծանոթներ ունեցել, ծնողներիս ընկերը օրինակ, Արեսը, հիշում եմ ես տենց լավ չեմ հիշում այդ մարդուն, բայց շատ եմ հիշում, որ իր մասին խոսում եմ։ Այդ ցավը բոլորինս է և ես ուզում եմ իմ ոգեկոչման ջերմությունը փոխանցել մեր սիրելի գյումրեցիներին, սպիտակցիներին, վանաձորցիներին, բոլոր նրանց, ովքեր որ այս առհավիրքը ոչ թե այսպես կողքից են լսել, այլ անձամբ են հատկապես հաղթահարել, հարազատներ են կորցրել և իրոք սա հատուկ օր է Գյումրիի համար։ Եվ այս օրով գալ, քաղաքական շոու սարքել, պառակտում մտցնել, չնայած առանձնապես պառակտում չէր էլ, որտև ես չտեսա, որ Գյումրիում ինչ-որ տենց մեծ թիվ են կազմում այս ամեն ինչի կողմնակիցները։ Մի քանի տասնյակ հոգի են, որոնցից մեկը իր ջրի հարցի համար էր եկել, մյուսը իր այլ հարցի համար էր եկել, այդ տեսագրությունները Փառք Աստծո ցանցում կան։ Բայց ինչևէ, ընդունենք, թե քիչ չեն, շատ են, օքեյ, էական չի։ Բայց լավ, այսօրով տես բան կանեն։ Գյումրիի առաջնորդանիստ եկեղեցին է 7 վերքը։ Եվ եկեղեցական բոլոր կանոններով թեմական տարածքը, որ կոչվում է կանոնական տարածք, դա թեմակալ առաջնորդի բացարձակ իշխանության տարածքն է։ Ամեն ինչ, ինչ որ այդտեղ կատարվում է իր օրհնությամբ, Այն իշխանությունը, որ իրականացնում են քահանաները, իրականացնում են թեմակալ առաջնորդի, այսպես ասենք, իրավաբանական տերմին օգտագործենք, լիազորությամբ։ Եվ Միքայել Սրբազանը, որին Գյումրիում շատ են սիրում, շատ հստակ իր դիրքորոշումը հայտնել էր, որին հետևեց Շիրակի թեմի բոլոր քահանաների միասնական հայտարարություն այն մասին, որ նրանք չեն պահանջում, չեն պատրաստվում որևէ բան զեղչել և իրենց պատարագն են պատրաստվում անել ըստ կարգի։ Մարդիկ կան ասում են, դռներ են փակում, ես են անում, ի՞նչն են դռներ փակում։ Ով ուզում է թող գա մասնակցի պատարագի, ինչի մասին է խոսքը։ Այս պայդրությամբ այդ մարդիկ այն հարցը դա լավ է թե վատ է, բայց ամեն դեպքում բանադրված մարդ չկա իրանց մեջ, դա նշանակում է իրանք իրանց, երբ որ հռչակում են հայ առաքելական եկեղեցու դավանորդ, այս պայդրությամբ ամենայն դեպս իրավունք ունեն, որ հռչակեն, այդպես է, եկեղեցուն մենք ընդունում ենք կարգերը, ուրեմն դա էլ պետք է ընդունենք։ Ուրեմն կարող են ցանկացած եկեղեցի գնալ պատարագի, ոչ մեկ իրենց առջև դուր չի փակում։ Բայց իրենք իրավունք չունեն պատարագի միջամտություն անեն, այդ թվում Վեհափառ Հայրապետի թեմակալ առաջնորդի անուններ զեղչեն եւ այլն։ Էլ չասեմ
դրան լծի պետական ապարատը, ու այդ մարդիկ ես վստահ եմ, որ դա մեղմ ասած հաճույքով չեն անում։ Չգիտեմ, չեմ ուզում դատել այդ մարդկանց, բայց ես չեմ հասկանում նրանց։ Այդ ինչ աշճան, այսպես ինչի պետքա այն ինչ որ իրանք կորցնելու են, օրինակ չկատարելով այդ հրամանները, այդ ապօրինի հրամանները, ավելի մեծ է, քան այն ինչ որ հիմա այսպես են կորցնում, որտեղ դա լրիվ ուրիշ ոլորտ է։ Ամեն դեպքում էական չի, էականը այն է, որ եկավ եւ որոշեց, որ հենց չէ, 7 վերքում ես պետքա պատարակ անեմ։ Առաջի անգամ եղավ իրես Նիկոլի Վկայի ես պատարակների մեջ, Նիկոլա Վկայական պատարակների մեջ, երբ պատարակ մատուցողը տվյալ թեմից չէր։ Մյուս տեղերում իրենք փորձում էին պատարակ մատուցող քահանա գտնել հենց տվյալ թեմից, որոշ դեպքերում այս թեմակալ առաջնորդին են բերում այդտեղ կանգնացնում, որոնք հետո պարզվեց, որ տիրադավների այդ խմբի մեջ մտան 10 տիրադավների, ինչևէ, այստեղ այդպես չեղավ։ Արմավիրի թեմից ինչ որ քահանա բերեցին։ Այդ քահանայի արածը դա սոսկալի մեղք է, սոսկալի։ Որովհետև ինքը գնացել է իր եղբոր տարածքն է գրավել։ Ես Մխիթար Գոշի դատաստանագրքի վրա այսպես մի քանի անգամ ասել եմ աշխատություն, մեկնաբանություններ, փոխադրություն արևելահայերեն, այդտեղ նկատել եմ, եթե չեմ սխալվում, անգամ թիվը կարող է հիշեմ 42-րդ հոդվածներ պլյուս մինուս կարող է լինի, որ այս հարցին անդրադառնում շատ հստակ, որ դա նշանակում է ուղղակի խախտել այն օրենքը, որ ասում է չես կարող երկու տիրոջ ծառայել։ Այսինքն դու Աստծուց բացի նաև ծառայում ես մեկ ուրիշին եւ դա սոսկալի մեղք է համարում։ Չես կարող գնալ քո եղբոր, քո այսպես հոգևոր հոր կամ այսպես ասած քո մի խոսքով նույն եկեղեցու մեկ այլ թեմի տարածքում առանց թեմական առաջնորդի հրավերի, գիտության, համաձայնության որևէ ծես արես, իսկ այդ համաձայնությունը հրավերը չի եղել, ուղղակի չի եղել, դա բռնազավթում էր, եկեղեցական կանոնները դա բռնազավթում էր, եւ հատկապես այդ պատարագիչ քահանա, այդ դեմքը հիշում եք էլի, վախեցած ինքը լավ է հասկանում, չէ, ինքը ով այդ ամեն ինչը գիտի, ինքը լավ է հասկանում, ես չգիտեմ այս մեղքի տակից ոնց է դուրս գալու, ու հատկապես իր թեմակալ առաջնորդ Սիոն Սրբազանը, Արմավիրի թեմի առաջնորդ, որ իր դիմացը կանգնած էր, այսինքն դա կատարվել է, այս եկեղեցազավթումը կատարվել է Սիոն Սրբազանի օրհնությամբ, այսպես ասենք, չարափառ օրհնությամբ։ Սիոն Սրբազանը ավելի մեծ մեղք է գործել, անգամ քան այն մյուս 3 տիրադավները, որ իր կողքը կանգնած էին, որոնք նույնպես մեղք են իհարկե գործել, բայց Սիոն Սրբազանի մեղքը ավելի մեծ է, որտեղ ինքը բերել է իր քահանային։ Սա եկեղեցական իրավունքի տեսանկյունից։ Ու գիտեք, մարդիկ ասում են չթողնեն, այս կողմեն, գիտեք, եթե զինված մարդիկ գալիս են, ոչ միայն զինված, այլև այսպես ասենք, օրենքը ապօրինի օգտագործելու պատրաստակամությամբ։ Ես չգիտեմ, այդ մարդկանց ես չեմ կարող դատել, նորից ասեմ, որտեղ այդ վիճակում չեմ հայտնվել։ Ամեն դեպքում շատ եմ կարևորում այն, որ գյումրեցիները եւ Շիրակի թեմի քահանաները այն ինչ են ասում, լեննականցու հասիբը բոլորիս աչքի առաջ շատ բարձր պայծ։ Որևէ մեկը գայթակղությանը չտրվեց եւ մի խոսքով էլ նորից այդ փաստերի մասին չխոսեմ։ Բայց այդ ինչ անելու բաներ երեկվա օրով։ Այդ ինչ անելու բաներ։ Պետական օրենքների տեսանկյունից սեփականության իրավունք կա։ Սեփականության իրավունք կա։ Լրիվ նույնն է, ես գրեցի մարդիկ ասում լավ դե նույնը չի, լրիվ նույնն է պետական իրավունքի տեսանկյունից։ Սեփականության իրավունքը պատկանում է կազմակերպությանը, եկեք հիմա անցնենք պետական իրավունքի։ Ինչ որ մի կազմակերպության է, էական չի, տվյալ դեպքում հայ առաքելական եկեղեցու որպես ինքնուրույն իրավունքի սուբյեկտ։ Դու չես կարող գալ ասել, ես այստեղ միջոցառում եմ անում։ Նույն ձևով ոնց որ կարող է ինչ որ մի պատճառ լինի, ինչ որ մեկը գա դուրը ծեցի քաղաքավարի ձևով իհարկե, բան չունեմ ասելու, ասեն բարև ձեզ, շնորհավոր Սուրբ Ծնունդ եւ Նոր տարի, մեր վարչապետը ուզում է, չգիտեմ, հունվարի 3-ը անցկացնել ձեր տանը։ Խնդրում եք տունը ազատեք, բանալիները տվեք, մենք ոնց տվել եք, տենց ձեզ կվերադարձնենք։ Դա նորմալ է։ Նորմալ չի, չէ՞։
Բերեն զորքերը կանգնացնեն, մինչև գա գնա։ Դա նորմալ չի, չէ՞, դա ուղիղ պետական օրենքների խախտում, անգամ ոչ իրավաբաններն են հասկանում, չեմ ուզում դետալների մեջ մտնել։ Որ հոդված էս կողմեն կողմ, բայց դա չի կարող հանցագործություն չլինել։ Ուղիղ հանցագործություն։ Եվ հանրային մոտեցումը իրանք շատ լավ գիտեն, որ դա ոչ կազմակերպված էր, ոչ ուղղորդված էր։ Այն երկու երեխեքը Շիրակի թեմի երիտասարդ միությունից, որ բարձրացել են վերև եւ մինչև վերջել երկեցին թե Հայրապետի, թե իրենց թեմակալ առաջնորդի անունները համապատասխան հատվածում Գոհանամքում պատարակի, որ արդեն բոլորս անգիր ենք արել, չէ՞, այդ հատվածը հատկապես։ Այդ ամեն ինչը, երբ որ սովորական քաղաքացիները ամոթանք էին տալիս, թե այդ սրբազաններին, այդ չարափառ սրբազաններին, որոնք որ եկել էին իրենց եղբոր տարածքներին զավթել մի քանի ժամով, որպեսզի Նիկոլի վկայի իրենց պարտականությունները կատարեն, թե ԿՊԱ-ական ինչ-որ պատգամավորների էին այդ ամոթանքները տալի։ Դա իրանք լավ գիտեն, որ դա կազմակերպված չի, իրանք լավ գիտեն, որ երեկվա իրաց արածը ուղղակի ֆիասկո էր։ Եվ այստեղ այդ ամեն ինչի շատ լավ քաղաքական պատասխան Ռուբեն Մխիթարյանը տվեց իր մեծ պլակատով, որ իրենց ֆրակցիայի պատոհանից էին կախել, եւ այն ժամանակ երբ դուրս էին գալի, ինքը ուղղակի իր քաղաքական դիրքորոշումը արտահայտեց։ Ազատություն գյումրեցի քաղբանտարկյալներին, գյումրեցի սրբազան քաղբանտարկյալներին, որոնք որ ոչ միայն Միքայել Սրբազանն է, այլև Բագրատ Սրբազանն է, որպես գյումրեցի։ Իրենց երկուսի մեծադիր նկարներով։ Այս ամեն ինչը ֆիասկո էր Նիկոլ Փաշինյանի համար, ու ինքը շատ լավ դա հասկանում է։ Բայց ի տարբերություն շատերի, որոնք այդ դեպքերում Այդ կմտածեն, կասեն, լավ կարող է սխալ ճանապարհ են բռնել։ Ինչ որ կերպ հետ քայլ անեմ, հա, ընդունեմ, որ չեղավ, չստացվեց։ Եկեղեցին ամուր գտնվեց։ Մարդիկ ամուր գտնվեցին։ Չէ, իր մոտ տես չի։ Ինքը ավելի է մոտիվացվում, ավելի մեծ այլանդակություններ անելու ու երեկվա իր գրառումները դրա մասին էին, այդ այլանդակությունների մասին են։ Ասում եկեք բան անենք։ Օրներքը երկենք եկե պատարակից առաջ, ասենք, ու փաստարկները դրա, ասում է 301 թվին պետությունն է ստեղծել եկեղեցին, այն գերջան, ասելու բան էլ չկա, էլի։ Մենք այսքան ժամանակ պայքարում ենք տարբեր համայնքների հետ, եւ դրա համար պատահական չէ, որ մեր եկեղեցու պաշտոնական անվանման մեջ կա առաքելականը, որ մենք առաքելա հաստատ եկեղեցի ենք։ Մեր եկեղեցին Գրիգոր Լուսավորիչը չի որ հիմնադրել է։ Մեր եկեղեցին հիմնադրել են Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները։ Մեր եկեղեցին հիմնադրել է նախ, այսպես վարդապետական առումով Հիսուս Քրիստոս է եկեղեցին հիմնադրել։ Իսկ Հայաստանի հողի վրա երկու առաքյալները, որոնց ուղարկել էր աշխարհին ավետարանը տանելու, փոխանցելու եւ այլն, նա հատակվել են այստեղ։ Համայնք է ստեղծվել մոտ 250 տարի, ճիշտ է, այսպես ընդհատակյա, բայց գործել է, չէ։ Այդ ընթացքում սրբեր են ունեցել։ Ես ոչ այդպես նայում եմ մեկ-մեկ, օրինակ այս բանի ոսկյան սրբերը, ոսկյան ներկա խոսքով։ Իսկ հայկական հողի վրա քրիստոնեությունը եղել է հայ առաքելական եկեղեցին, որպես այդպիսին գոյություն Հայաստանում առաքելական եկեղեցի գոյություն է ունեցել մինչև Գրիգոր Լուսավորիչը, եւ Գրիգոր Լուսավորիչը իրականում էր երկրորդ լուսավորիչն, ավելի մեծ լուսավորիչն է, բայց մեր երկրորդ լուսավորիչն է։ Այ որի ժամանակ արդեն այդ պատմությունը գիտենք, խորվիրապ եւ այլն, առաջի պետություններ, որ ճանաչեց, ընդունեց եւ ըստ էության այսօրվա տերմիններով ասած պետական կարգավիճակ տվեց եկեղեցուն, բայց ասել որ հայ առաքելական եկեղեցին ստեղծել է պետությունը, դա աբսուրդ է, աբսուրդների աբսուրդն է։ Երևի հետո հասկացա, որ աբսուրդ բառ է գրել, ինչ որ չէր խորհրդակցել իր այն տիրադավների հետ, երևի թե որոնք որ պարզավոր տիրապետում են այս գիտելիքին, հետո սկսեց ինչ որ փոխել, լղոզել, եսի ինչեր անել։ Ես չգիտեմ առաքելական որևէ եկեղեցի, նկատի ունեմ կաթոլիկ, օրթոդոքս եկեղեցիները, մեր քույր եկեղեցիները, այսինքն այսպես կոչված արևելյան ուղղափառ եկեղեցիները, որոնք մենք ենք այդ խմբի մեջ, եթովպական, ղպտիական, ասորական, հնդկական մալաբար, այդ եկեղեցիներից որևէ մեկին ես չգիտեմ, որ ինչ որ եղել եմ Եգիպտոսում եմ եղել, բաժան ասենք Եգիպտոսում, որ իրանց համար կարևոր է որ ցույց տան իրենց ինքնությունը եգիպտական եւ այլն, դրոշներ չեմ տեսել Եգիպտա, պետական դրոշ չեմ տեսել։ Տենց բան բողոքական եկեղեցիներում ընդունված։ Դա առաքելական եկեղեցիներին բացարձակ ոչ բնորոշ բան է։
Էլ չեմ ասում պետական նոր ներքը, բայց երբ որ համացանցում հայտնվեց, որ նույն բանը եղել է նաև Ուկրաինայում, արդեն պարզ դարձավ, որ ինչ որ դասագիր կա, որի տարբեր գործիքակազմեր երևի թե ինքը որոշում է որ պահին կիրառի, այս պահին կիրառի, հաջորդ պահին կիրառի։ Այսինքն սա նոր բան չի։ Սա նոր բան չի այն մարդկանց ձեռքում, որոնք որ փորձում են եկեղեցական այս խայտարակ պարակտումները մտցնել տարբեր երկրներում, այդ թվում նաև Ուկրաինայում։ Եվ այնտեղ էլ է տենց եղել, այդպես բաներ կային, որ մարդիկ կռվել են իրար հետ, ինչ որ մեկը ուզել է իրենց օրներքը երկի, հավատացյալները ասել են, այ գերդեր, ես ինչ եք անում, սա տեղը չի, սա եկեղեցի է, սա պետական մարմին չի, սա հոգևոր մարմին է, աբսուրդ է դա աբսուրդ է, ոտից գլուխ աբսուրդ է, դաժե չգիտեմ ինչքանով է ճիշտ դա քննարկելը, բայց եթե все-таки երկրի ղեկավարը ինչ որ թեկուզ ապուշ միտք է հայտնում, այնպես չէ, որ եկեք չքննարկենք, ինքը տես կգնա կորի, չէ։ Տես չի։ Դրա համար все-таки քննարկել երևի թե պետք է։ Էսա, եւ այս ամեն ինչը կատարվում է քաղ բանտարկյալների թվի ավելացման բռնաճնշումների ֆոնին, որոնց պայմաններում մեր վեհապար հայրապետը Արշակ Սրբազանի հատկապես խայտարակ աբսուրդային գործով կալանավորման ֆոնին հայտարարեց, որ հետաձգվում է ամսի 10-ին նշանակված եպիսկոպոսած ժողովը։ Եվ շատ ճիշտ եւ իմաստուն որոշում կայացրեց։ Բա մարդիկ կան նոր մարդիկ բռնեն աերոպորտներում, որտեղ ակնհայտ երևում է, որ այդ 10 տիրադավները իրենց տված հանձնարարությունը ոնց որ այս պայդրությամբ, ոնց որ թե թութու Փառք Աստծո չեն կարողանում իրականացնել նոր մարդիկ իրենց կողմը գրավել այս պայդրությամբ ամենայն դեպս։ Այսինքն ամեն ինչ անելու են, որ խաթարեին։ Եվ այստեղ է, որ պետք է մենք հիշենք, որ հայոց առաքելական Սուրբ եկեղեցին ինքն էս չի է, որ մենակ Սուրբ Էջմիածինն է։ Դա մեր, այո, առաջին, հավասարների մեջ առաջին, ամենագլխավոր, բայց միայն առաջին եւ ամենագլխավոր, այլ ոչ թե միակ աթոռն է։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին, հայոց առաքելական Սուրբ եկեղեցին, ոնց ուզում եք կարող եք անվանել։ 4 բարձրագույն նվիրապետական աթոռներից է կազմված, որոնք ունեն իրենց նվիրապետները։ Առաջինը Մայրաթոր Սուրբ Էջմիածին, երկրորդը Անտիլիաս, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսություն։ Արամ վեհապարի գլխավորությամբ։ Երրորդը Երուսաղեմի հայոց պատրիարքություն, Նուրհան պատրիարքի գլխավորությամբ, եւ չորրորդը Կոստանդնապոլսի պատրիարքություն։ Եվ բոլոր նվիրապետները, վերջինը Արամ վեհապարն էր, որ երեք շատ հստակ դիրքորոշում հայտնեց, իրենց քննադատական խոսքը այս կամ այն ձևաչափով, այս կամ այն ինտենսիվությամբ եւ ուժգնությամբ հնչեցրել են։ Շատ կարևոր է։ Եվ այստեղ կարծում եմ մտածելու բան կա։ Եկեղեցու քայլերը բավական ճկուն կարող են լինել։ Վեհապար հայրապետի, Գարեգին վեհապարի քայլերը բավական ճկուն կարող են լինել։ Հայ առաքելական եկեղեցին պարակտելու քայլեր են, օրինակ օրներքի հարցը։ Հիմա ինչ, Լիբանանում էլ է Հայաստանի Հանրապետության օրներքը հնչելու, թե Լիբանանի օրներն է հնչելու, Թուրքիայում որ երկրի օրներն է հնչելու։ Այդ առհասարակ թույլ են տալու այդ դա, թե թույլ չեն տալու։ Շատ կարճ վերջում անդրադառնամ նրան, որ ես տեսա Արշակ Սրբազանի պարագայում համացանցում ուրեմն տարբեր բաներ տեսա, ոնց ենք մենք անվանում նրան քաղաքական քաղաքական գործիչ։ 1000-րդ անգամ, պետք լինի 10,000-րդ անգամ էլ կասեմ։ Ասում եմ, հայտարարում եմ, հարգելիներս, քաղ բանտարկյալ արտահայտությունը չի նշանակում, որ մարդը պետք է զբաղվի քաղաքականությամբ, դա այդպես չի։ Քաղաքական բանտարկյալ նշանակում է, որ անձի նկատմամբ իրականացվում է տարբերակված մոտեցում քաղաքական պատճառներով։ Այո, այդ քաղաքական պատճառներից մեկը կարող է լինել քաղաքական գործչի քաղաքական գործունեությունը դադարեցնելը, բայց ոչ միայն։ Դա կարող է լինել օրինակ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծրագիրը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը նվաճելու քաղաքական ծրագիրը հաջողելը։
եւ դրա արժեվ կանգնած խոչընդոտները վերացնել օրինակ իդեմս Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի։ Դա կարող է լինել այդ նույն ծրագիրը իրականացնելու շրջանակներում, ասենք թե Վեհափար Հայրապետի կամքը, Վեհափար Հայրապետին ցավացնելու համար, նրան ստիպելու համար, որ նա հրաժարական տա, նրա եղբորը եւ եղբոր որդուն կալանավորելը։ Այդ մարդիկ էլ չեն զբաղվում քաղաքականությամբ, բայց նրանք էլ են չէ քաղաքբանտարկյալ։ Լավ, ինչքան կարելի է այս պարզ ճշմարտությունը ասել։ Քաղաքբանտարկյալ չեն ասում, որտեղ քաղաքական գործունեությամբ չեն զբաղվել։ Սա ախր դասագրքային ճշմարտություն է։ Եվրոպայի խորհրդի բանաձևերով առնվազն հաստատված։ Խնդրում եմ այս պարզ գիտելիքը ընդունել առի գիտություն։ Այսքանը ես արդեն հասա, շնորհակալություն, որ լսում եք, ամենայն բարիք։